Երեք նկատեցի, որ հրապարակայնորեն 2025 թվականի հունիսի 17-ին Սամվել Կարապետյանի նկատմամբ քաղաքական հետապնդման մեկնարկը, ցուցումը, հանձնարարությունը տված Նիկոլ Փաշինյանի կողմից մի քանի, կարծես ռետորական կամ ոչ ռետորական հարցադրում հնչեց։ Ինչ է արդարությունը, ինչ է արդարադատությունը, ինչ է դատավորի խիղճը։ Այս հարցերին պատասխանները այնքան հեշտ են։ Եթե ուզում ենք հասկանանք, թե ինչ է արդարադատությունը, առաջինը դա նրա մասին է, որ օրինակ Facebook-յան արդարադատություն պետք է չլինի։ Չպետք է հրապարակային ցուցումներ տրվեն, թե ով պետք է կալանավորվի, ում նկատմամբ քրեական վարույթ հարուցվի, քրեական վարույթ հարուցելուց հոդվածները նշվեն։ Արդարությունը ո՞րն է։ Արդարությունը, գիտեք, մեր հասարակությունը շատ լավ պատկերացնում է, թե ո՞րն է։ Մեր հասարակությունը իդեպ ամենալավն է կարողանում գնահատել բոլոր դատավորներին եւ այդ տեսանկյունից, թե ո՞րն է արդարադատությունը եւ ո՞րն է արդարությունը։ Դատավորի խիղճը, օրինակ, ինչ եք կարծում, կարող է ունենալ խիղճ կամ կարող է ունենալ արդարադատության նվազագույն հնարավորություն մի դատավոր, որ արդեն իսկ մի քանի ամսվա ընթացքում 3 արքեպիսկոպոսի կալանավորելու վերաբերյալ որոշում է կայացրել։ Ունենք կարող է ունենալ։ Իդեպ միջազգային փորձը այս հարցերին, որոնք թվում էր, թե այսպես ասած հանրությանը որպես շատ բարդ հարցադրումներ են մատուցվում, հա, դրա պատասխանները տրվել է։ Արդարադատության եւ արդարության համար, որոնք իրար փոխլրացնող են։ Առաջին երաշխիքը մարդասիրությունն է։ Տարական մարդասիրությունը։ Տարական, որ մարդիկ կալանքը չֆետիշացնեն, այդ ժամանակ լինում է արդարություն, այնուհետև արդարադատություն։